Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը նյարդայնացնում է նաև ՔՊԱ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը, հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը։ Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ՔՊ-ում իրական Հայաստանի դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին ծննդյան օրերին Չարենցի «Երկիր նայիրի» վեպը նվիրել։ Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգի գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում։ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների եւս կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգության ինչ սպառնալիքներ կան։ Թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց։ Հարցը լսելով ասաց, չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։ Արդարադատության նախարար Սրբուի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում, ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների, մեր տեղեկություններով նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլև վերևից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել։ Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից, ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։ Ազատվել է քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը, նշանակվել է Կլարա Գասպարյանը։ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ Ծովին Արթադևոսյանին, որին համակարգը չի ընդունում։ Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։ Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցին կադրային ջարդի վերաբերյալ, պատասխանեցին։ Բոլոր կառույցներին բնորոշ ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում։ Փոփոխությունների նշանակումների վերաբերյալ տեղեկատվություն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում։ Այդ գործընթացները բնավ նույնական չեն կադրային ջարդ ձևակերպմանը։ Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին, եւ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձևավորել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծ ու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պարակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։ Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները ՀՀ իշխանությունից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե մենք ՀՀ իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք Բաքվում պահվող գերիների մեր վերադարձի իրավունքի համար, պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպաններին։ Սակայն այդ փորձերը մերժվել են եւ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին։ Իրականում արցախցիների այս հավաքը սոցիալական խնդիրներից զատ նաեւ քաղաքական օրակարգի առաջ տանելու, թեև կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40,000-ների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրով բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները։